razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, սկսում ենք առավոտ հաղորդաժամը, ինչպես ես ձեզ խոստացել էի, որ որոշ հարցեր կշոշափվի հեռուստա communication-ների կամ կապի աշխարհի մեջ այսօր տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որը ես հիշում եք ձեզ ցույց տվեցի եւ կարդացի Վարուժանի ուղարկած թղթերը Եվ այսօր, մանավանդ որ գնում է Իսրայելա-Լիբանանյան հակամարտությունը եւ լրատվությունը Ամերիկայում, մենք հանկարծ տեսնում ենք, որ լրատվությունն է իշխում աշխարհում։ Լրատվությամբ են կերտվում քաղաքական գործիչները, երկրների քաղաքականությունը, զորքերի տեղաշարժը, պատերազմները, սկիզբը, ատելությունը, սերը եւ այլն։ Խոսքը, որը թևածում էր տիեզերքում Աստծո խոսքը եւ դա կյանք դառավ։ Հիմա տեսնում ենք ինչ է նշանակում խոսքը։ Խոսքը այսինքն մի միջոց է, որը անմիջապես ազդում է ձեր մտածողության վրա, մտքի վրա, գիտակցության վրա, ամենուր ձեր մոտ ձևակերպում է կարծիք եւ այդ կարծիքը հետապնդող գործողություններ։ Ահա թե ինչ է նշանակում խոսքը, որը այսօր համար 1 զենքն է մարդկության վրա։ Մենք այսօր գտնվում ենք խոսքի դաշտում։ Մեր գիտակցությունը ոչ մի լուր, լրատվություն, ինֆորմացիա կամ սնունդ չի կարող ստանալ այլ տեղից։ Միայն մարդկային ձայներով, պատկերներով, տեսքով նա սնվում է։ Մեր հոգևոր աշխարհը ապրում է այդպես, ուրեմն խոսքն է առաջնային։ Մենք պետք է ստեղծենք հայկական խոսքը, որը ոչ թե տիրի աշխարհին, ոչ թե խաբի աշխարհին, կամ համոզի, կեղծի, դուք տեսնում եք այդ խոսքերը ամենուր եք, հեռուստատեսության ալիքները վերցրեք, գնացեք մինչև 1000 կայան, մենք էլ մեջը կանք։ Դուք տեսնեք, որ այնտեղ հենց կատարվում է մարդկային, համաշխարհային մտքի մշակում, աղավաղում, շեղում, թմրեցում, ինչ ասեք, որպեսզի այդ մարդը, որը գտնվում է այդ խոսքի դաշտում, ենթարկվի եւ ավելորդ բաներ չանի իրենց համար, որոնք իշխում են երկրագնդի վրա։ Այսպես է իրադրությունը, մեր վիճակը, հայկական մեդիայի վիճակը, այսօր պետության ամենակարևոր հարցն է եւ Սփյուռքում եւ այստեղ։ Այսինքն կարելի է խոսքով մարդուն հիմարացնել, մի ամբողջ օր ցուցադրել այնպիսի բաներ հեռուստա ալիքով, որ մարդը վերջում հասկանա, որ երբ որ բարձրանա այդտեղից, տեսնի, որ իր համար ցուցադրելով եւ խոսելով պարզապես իր գլխից թռել են այնպիսի կարևոր մտքեր, գործողություններ կատարելու ծրագրեր եւ ինքը բթացած է, ինչ որ մի բանից էլ դժգոհ է, չես հասկանում ինչից։ Հենց դա է, որ կոչվում է խոսքի ազդեցությամբ մարդուն կարելի է դարձնել իմաստուն կամ հիմար, կամ անգործունյա, կամ ոգևորել։ Ուրեմն Վարուժանի ուղարկած թղթերը համաշխարհային մեդիայի մասին, որ հայկական ճիշտ խոսքը, վերաբերմունքը պետք է թափանցի աշխարհի բոլոր կետերում գտնվող հայերի բնակարանները, այլապես նրանք կմեռնեն, կամ կհիմարանան, կամ կոչնչանան եւ այլն։ Ուրեմն հարցը այդպես է դրված։ Նման մի փորձ, ինչպես գիտեք,
առաջի քայլերը կատարել էր Ռազմիկ Քեշիշյանը www.razmik.net-ով, որը հնարավորություն է տալիս ինտերնետային կապով հասնել, այսինքն խոսքը տանել դեպի հայերի ականջներին, ոչ թե նրանց քանդելու եւ այլն։ Եթե խոսքի մեջ ճշմարտություն չեղավ, դա խոսք չի։ Ճշմարտության ձայնը պետք է տանես, իսկ ճշմարտությունը որտեղից գտնես կամ ձևակերպես, ասել են, ասում եմ, կամ լսել եմ, ասում եմ, ոչ, դու պետք է գտնվես ժամանակի մեջ այդ կետում, դու պիտի ասես, ես տեսա, ես ասում եմ, ես եկա, տեսա, բռնեցի ձեռքս եւ ասում եմ ձեզ, այլապես խոսքից խոսք որ գնում է, աղավաղում է եւ արդյունքը նույնն է, դառնում է բամբասանքը վերջում մարդուն իհարկե լրիվ քայքայում է։ Ուրեմն Razmik.net-ը 2 օր առաջ Քեշիշյանը, երբ որ խոսեցինք այդ մասին, ես ձեզ խոստացա, որ նա ինձ հետ կնստի, մի քանի հարցեր կտակ իրան, թե ինչով ոգևորված, այսինքն ինքը հեռուստատեսային կամուրջ ստեղծեց հաղորդումների, ասենք առավոտի եւ մի քանի այլ հաղորդումների միջև դեպի աշխարհի տարբեր ծայրերը։ Մի քանի հարցեր կտակ այդ ուղղությամբ, այսինքն որոշի ծրագրեր, ինքը կխոսի, տեսնենք, եւ երկրորդ հանգստից հետո նա կգնա իր գործին, չէ՞ որ Ռազմիկը աշխատում է այստեղ, հիմա ինքը լրիվ կայանը ինքն է ապահովում եւ հրաշալեն ապահովում է։ Հիմա դու կտեսնեք դրան հենց եկավ ապարատները թողեց եւ նստեց։ Ռազմիկ, ուրեմն ես ասեցի, դու էլ լսեցիր քո սենյակից իհարկե։ Հիմա www.razmik.net-ը մի քանի բան պատմիքու մասին, թե ժողովուրդը ճանաչեն, ով ես, ինչ ես, որտեղից ես գալի, ինչ գործ ես արել Հայաստանում, ստե ինչ ես անում, ինչի մտար ինտերնետային այդ միդիայի մեջ։ Ուրեմն ես մի անգամ արդեն ասել եմ հեռուստատեսում, նախ բարև իմ հայ ժողովրդին, աշխարհի բոլոր երկրներում, ովքեր որ դիտում են մեզ, ես արդեն մի անգամ հեռուստատեսությամբ ասել եմ Ստեփան Փարթամյանի ծրագրի մեջ, իհարկե ես իմ գործունեությունը սկսեցի Ստեփան Փարթամյանի ծրագրի միջոցով, նա այլևս չկա իմ կայքեջում, բայց մենք էլ ինգերներ ենք մնացել, եւ այդուհետեւ շարունակվեց Ստեփան Քիրիմիջյանի ծրագիրը, ուրեմն իմ մասին։ Ծնվել եմ Պարսկաստանում, երիտասարդությունս, պատանեկությունս անցել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել եմ Ամերիկա, ամուսնացած եմ, ունեմ հոյակապ ընտանիք, մի տղա զավակ եւ ապրում եմ երկար տարի արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գալով Ամերիկա սովորեցի Գլենդելի քոլեջը, ավարտեցի կոմպյուտերի բաժինը, այնուհետև անցա այդ գործով ու ինչպես գիտեք իմ կյանքը նաև երաժշտական կյանքի մեջ է, երգում ենք, նվագում ենք այդ ծրագրի մեջ շաբաթ կիրակի օրերը եւ ինչպես ստեղծվեց Razmik.net-ը։ Razmik.net-ը ուրեմն ես ունեմ բարեկամներ, ինչպես ստեղծվեց երրորդ դեպքով ես խոսում, ասա ինչպես ստեղծեցի։ Ուրեմն ես ունեմ բարեկամներ, հարազատներ, ընկերներ արտասահմանյան տարբեր երկրներում, նրանք ինձ մի անգամ հարցեցին, որ Razmik-ը տեղ ասում մի հատ տղա կա, ժողովրդին շատ է վիրավորում, ապուշ ասում, բան ասում, ով է այդ տղեն, բան, ասեցի համաշխարհային համբավ կա, ասեցի, որ իմ ընկերներից, լավ տղա է ինքը, ու նորից եմ ասում, Ստեփանի մեջ ոչ մի հատ վատ բան չկա, ուղղակի իրախոսական ոճն է, տես։ Ազգանունները տուր, որովհետև կարող է Ստեփան Փարթամյանի մասին է խոսքը։ Ու ասեցին ինձ էլ կարելի է այդ ծրագիրը տեսնել։ Մտքովս անցա, որ կարելի է դա բերել կայքի վրա։ Ու զանգեցի Ստեփանին, ասեցի, պարոն Փարթամյան, ուզում եմ ձեր իրավունքը, որ ես տեղադրեմ իմ կայքեջի մեջ եւ Ստեփան Փարթամյանն էլ խոսած 26-ի տնօրեն պարոն Էդվարդի հետ եւ իրավունք տվեցի, որ ու ես սկսեցի։ Ու այդպես սկսվեց այդպես Razmik.net-ը։ Ուրեմն եթե Փարթամյանը չներ,
մեկ էլ չէի դիտել։ Երևի այդպես Ստեփան, չգիտեմ, բայց դե հիմա հարցը դա չի, հարցն այնա որ հիմա Ստեփանը չկա, Ստեփանը իր կայքում ունի, բայց քու գալուց հետո դու որ եկար արդեն կայքի մեջ եւ ուրիշ հերոստաժամ էլ կա որ գալիս են, արդեն ժողովրդի ինչ է կարելի ասել այդ բառը։ Բա հիմա Ստեփան Վարդանյանը ուր է։ Ստեփան բա 55-ում է, չէ՞։ Անդեղ է ճռվողում, հա։ Բայց չգիտեն այդ նայողները, որ 55-ը պետք է ինտերնետ դրվի, որովհետև սպասում են իրա։ Դե իմ իրանց գործը մեզ չի վերաբերող Ստեփան։ Ինչ ուզում են իրան կանեն։ Հիմա ինչ է, այն օրվանից որ Ստեփան Քիրիմիջյանը եկավ ինտերնետի։ Ու ժողովուրդը արդեն հետաքրքրություն ավելի շատացավ, ավելի ժողովուրդը սկսեցին աշխուժանալ, մտնողների թիվը օր-օրի շատանում է, ավելի է շատացել, շատ, ես վախենում եմ անգամ թիվն ասեմ, որ ինչքան են մտել, բայց կարող եմ մի բառ ասեմ, օրական բազմահազար մարդիկ մտնում են իմ կայքեջը, ինչպես գիտեք, որ այս 2 ամսվա ընթացքում իմ կայքեջի այցելողների թիվը ավելի շատացավ եւ արդեն չէր կարողանում այդ ծանրաբերվածությունը վերցնել իր վրա. Ես նորից ավելացրեցի իմ կայքի այդ բանդվիդի մեծությունը չափ ավելացրեցի ու հիմա չեմ կարծում որ այլևս խնդիր լինի իմ կայքի հետ որ մարդիկ ուզենան այսպես է կարգի եթե 750 գիգաբայթ նույն րոպեին նույն վայրկյանին եթե իմ մոտից դաունլոդ անեն մարդիկ ուզենան դիտեն այսինքն կարող են դիտեն 751-րդ մարդը պետք է սպասի մինչև մեկը վերջացնի դուրս գա Եվ ես հույս ունեմ, որ 751-րդը նույն վայրկյանին չի լինի, գոնեք սպասի 1 րոպե հետո կմտնի կայքի մեջ, որ խնդիրներ չառաջանա։ Ու այդպես առաջացավ մեծ արձագանք, մանավանդ հիմա այդ աբսոլյուտ կենտրոնն է արդեն իմ կայքի վրա, որ մեծ գործունեություն է անում դրանք էլ, մեծ արձագանք կտա ժողովրդի մեջ, եւ մոտ օրերս ապագա, այսինքն գալու եմ ուրիշ նաեւ հերոստաժամ Ու այդպես բաներ Ստեփան ջան, ինչ ասեմ։ Քեզ զանգում են հավանաբար։ Զանգում պատասխանենք։ Լսում եք դες։ Ալո։ Բարև դες։ Ալո, բարև դες։ Բարև։ Ո՞վ է։ Լսում ենք, մենք ենք, մեր սարերը, ուրեմն Ռազմիկ Քեշիշյանն է, մեկ էս դուք մեզ տեսնում եք էկրանի վրա դες։ Ձեզ հետ եմ, պարոն Ստեփան։ Հա, ասեք տենա։ Շատ շնորհակալ եմ ձեր հաղորդումների համար, որտեղ իսկական տեղեկություններ եք տալիս եւ այն ավելորդ հարցերը, որ կանայք կամ տալիս են, ավելի լավ է լսեն ձեզ մինչև վերջ, որովհետեւ այս հարցերը, որ դուք բարձրացրել եք, մենք վաղուց էինք սպասում դրանք լսել։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Խնդրեմ, բայց նրանց էլ մի մեղադրեք, գիտեք ինչ, որովհետև ես դες դուր ասացի խոսքը, նրանք ստուգում են աղբյուրը խոսքի, թե ես որով խոսում ասես բաներ ասում, իսկականից համապատասխանում է իրականը թե չէ, դրա համար հիշում եք իմ տիտղոսներն են հարցնում, ինչ եմ սովորել, որովհետև ամեն մարդ էլ կարող է խոսի, չէ, ու ականջդ խելքը տանի, հետևաբար ճիշտ են անում, երբ որ իրանք անհանգիստ են չեն վստահում, դա էլ ինչ որ արժեք ունի, եթե չէ հայ ժողովուրդը ով մի երկու բան լավ բան խոսում է հետևից ընկնում է ու հոտի նման էտում է, ես դեմ եմ դրան, եւ նրանք որոնք որ ինձ զանգահարում են, ես որ այդ մասին են ասում, ասած խիստ կամ դողդոջուն ձայնով թե դուք ով եք, որ ինչ գիտեք կամ ով ինչ տիտղոսներ ունեք, այսինքն Ես որ հարցնում են, ես մի բան արեք, որ ես զայրանում եմ արհամարում, ճիշտ է, դա կոչվում է գործողությունների հետադարձ կապ, պիտի չհավատակ, պիտի ստուգեք, անպայման պիտի ստուգեք, այլապես մի քիչ ձեր հետ հաղալուց հետո դուք կընկնեք մազոխիստական վիճակի մեջ, դա այնպիսի մի վիճակ է, երբ որ ձեր դիմացի խոսողը սկսում է սիրելի բառերով, սիրելիս, այսպես սկսում է, մինչև գլխի եք ընկնում, որ արդեն ինքը ձեզ ասում է ապուշ, էշ, ու դուք այդ առանց զարմանալու ուտում եք, չեք զայրանում, հլը դեռ կարոտում եք, նշանակում է արդեն ձեր վրա եկել է այն, որը կոչվում է հոգեբանական մշակում, սկսվում է սիրելիսից, սիրելի, հետո վերջանում է, այդ նշանակում է դուք գտնում եք արդեն խոսքի մազոխիստական հոգեբանության մեջ, եթե ձեզ ծեծենել այդ պահին խոսքով, վիրավորել կարոտ կզգաք, որովհետև ինքը սկսվել է սիրով, դու սիրով է սկսել, սեռային չէ, հոգիդ սիրելով, սիրելի հայ ժողովուրդ, ու դուք
լրիվ մերկանում եք այդ ժամանակ ձեր հոգեբանությունը թափվում է ձեր վրայից բոլոր պաշտպանությունները հետո կամած տարվում է մի հատ խփում է հոգուտ աչին մի հատ ձախին հետո մի հատ գլխի տախվում մի հատ փորի տախվում դու ծիծաղում ես որովհետև սիրելիով է սկսել մերկացել է հետո դառնում ես խոսքի մտքի մազոխիստ կարիք ես զգում որ քեզ վիրավորեն փնտրում ես այդ մարդուն հիմա այդ բանը չլինելու համար ես ուրախ եմ որ այդ մարդիկ կան որոնք ինձ հետ խոսում են կասկածանքով են խոսում դա հրաշալի է դրա համար ամեն ով որ խոսում է պետք է ստուգել ով է ինչ է խոսում ինչ կապեր ունի ուր է տանում չվստահել հայ ժողովուրդ տարիների մեջ պետք է դա իմանալ բայց թե չէ կընկնեք այդ մազոխիստական վիճակի մեջ խոսքի հետևաբար մի նեղացեք նրանցից որոնք իմ ինքնություն ես դեռ առիթներով կասեմ դուք պետք է ստուգեք իմ ամեն խոսքերը որ կա դրվում է ձեր առաջ սա չնայած ես դա ասում եմ այն ինչ որ կատարվել է իմ հետ բայց դրա մեջ կա նաև տնտեսական քաղաքական ուսուցում որ քաղաքագետները սովորեն կյանքի անցած ճանապարհներից ուրիշ ոչ մի բան չկա սովորելու ով անցել է մի ճանապարհ ու պատմում այդ ճանապարհի մասին նա է ուսուցիչը թե չէ օդից վերցրած ինչ որ կանոններ պատմեմ ձեր ժամանակը խլեմ տանեմ ձեր անեմ գլուխները թարթուկեմ դա հանցագործություն է չէ զբաղացնել ձեզ ինչ որ հիմար բաներով իմ խոսացածները պետական նշանակություն ունեն դուք մասնակից եք ասենք ես խոսում եմ պետություններ է լսում Հայաստանի նրանք որոնք պիտի դառնան ապագա քաղաքագետներ տնտեսության մեջ արտաքին հարաբերություններում գիտության մեջ չգիտես որտեղ իրենց երեխաներ պիտի ուսուցանեն դրանք էլ են լսում նրանց համար եմ ես խոսում Ստեփան մի բան միջամտեմ ուրեմն սրանից 2 օր առաջ ինձ մի հոգի զանգարեց ասաց որ Ստեփանի անցած շաբաթվա ծրագրերը ես բաց եմ թողել այստեղ չեմ եղել եթե կարելի է հնարավորություն կա խնդրում եմ իմ համար CD վրա տեղավորեք որ կամ վերցնեմ այսինքն մի անգամ եղավ այդ դեպքը եկավ տարավ մի հայուի է եկավ տարավ ասաց որ կորցրել եմ չունեմ այսինքն չեմ եղել բացակայել եմ քաղաքից սոնեն որ ժողովուրդը հետաքրքրված են դե ինչա խոսում Ստեփան ինչ անգեր կա Ստեփան ասում խոսում ենք համեցեք եթերում եք դուք Ալո բարեձեզ ուրեմն ես նատին ինտերնետի գործում առաջի մի քանի հաղորդումներից հետո ես մտնել ձեր կայքը ուրեմն փորձում եմ ու ոչ մի բան ասել ես ուրեմն չեմ կարողանում դրանից ուրեմն շնորհակալություն ձեր բացատրությունների համար բայց գիտեք չէ ոնց պիտի մտնեք ես հիմա ձեզ ասեմ դուք կարող եք հերոստաժամից դուրս խնդրում եմ սիրելի հայրենակիցներ բոլորին եմ ասում անխտիր թեկուզ լինեն արտասահմանում ովքեր որ չեն կարողանում դժվարություններ ունեն որ մտնեն կայքի մեջ զանգարեք ինձ ցանկացած ժամին ես ձեզ մանրամասն կբացատրեմ թե ինչ է պետք է մտնեք նախ դուք պետք է անպայման ձեր Windows Media Player-ը update անեք այսինքն եթե update չանեք ունենաք հինը մի քիչ դժվարություն է ստեղծում ձեր համար որ դուք կարողանաք մտնեք հետո ես ներողություն եմ խնդրում բոլոր այն դիտորդներին ովքեր որ ասենք Ստեփան դու գիտես ծրագիրը 11-ին է վերջանում ես 12-ին գնում եմ տունը բանի հաշտելու այմ լանչին ես այդ ընթացքում կարողանում եմ կտրտեմ խմբավորեմ սարքեմ դրանք որ հետո կարողանամ ռենդեր անեմ հավաքեմ միտեղ հետո նոր ուղարկեմ կայքեշ դա տևում է մի քանի ժամ սո պատճառը դա է որ ասենք 3-ին 4-ին է լինում եթե մի քիչ ուշացում է լինում խնդրում եմ ներեք ինձ գործով կարող է պատահի միտեղ գնամ բայց ասում եմ եթե դուք ունեք դժվարություն որ մտնեք կայքի մեջ ինձ ազատ զանգահարեք հետո կխնդրեմ այն անձանց ովքեր որ ունեն տպավորություններ կամ ես ուզում եմ անպայման վատ բաները ինձ ասեք որ ես այդ վատերից սովորեմ այսինքն եթե կայքում կա մի սխալ բան որ դուք զգում եք որ դա սխալ է խնդրում եմ ինձ անպայման զանգեք կամ թողեք ուղարկեք ինձ էլեկտրոնային նամակ ինչպես ասում են email ես դրանք անպայման հաշվի կառնեմ սո այդքան է խորի շնորհակալ եմ որ մտնում եք կայքին եւ դիտում եք Ստեփանին եւ մնացած ծրագրերը համեցեք լսում եք ձեզ բարեձեզ ես նախ ուզում եմ տարբերություն դնել երկու Ստեփանների միջև որովհետեւ
ինձ դրեք երկրորդ տեղը խնդրում եմ դրա վերաբերյալ մի արեք որ Չէ, ուղղակի շատ դետալի է, որ նախ մարդը, ով որ ձեր կողքին նստած է պարոն Ռազմիկ, Քեշիշը ոչ թե կրկնում է մեկի միտքը նրա գաղափարը, այլ ինքը իր մեջ ունի այնքան մտքի պաշար եւ ճշմարտախոսություն, որ ամեն ինչը հաճելի հեռուստադիտողը լսում է։ Սա մի կողմ դնենք, սա գովաբանություն չի, սա մարդու իրական կերպարն է։ Այդ իմ երկու հարց ունեմ ձեզ, Ռազմիկ։ Խնդրեմ մեծ է Հենց նոր դուք ասեցիք, որ ես ուրախ կլինեմ, որ ինչ-որ սխալ բան է, եթե ինձ ասեք։ Նախ առաջի բանը, որ ես դիտողություն ասա, դուք չպետք է տենց հայտարարեիք, որ Ստեփան Պարտամյանը իմ ընկերն է, որը որ բարի լույսից սկսում մարդկանց ամենավերջի ստոր եւ մեր ազգին, գիտեք, ազգին, ոչ թե ինչ-որ ժողովրդի, հայ ազգին բացարձակապես այդ մարդը կուլտուրայի զուրկ ոչ մի բառապաշար չունի եւ ես չեմ հասկանում նրա հաղորդման իմաստը, այդ միտքը, այդ Շատ կներեք, ես ընդհատեմ ձեզի, շատ կներեք ես ընդհատեմ ձեզի ես գործ չունեմ չէ Ստեփանը ինչ է խոսում, ինչ չի խոսում, դա իր անձնական գործն է բայց ես որ կայք եմ մտել, ես մտել եմ այսինքն Ստեփանի ծրագրով, Փարթամյանի ծրագրով, բայց ես գործ չունեմ, նա ինչ է խոսում մարդկանց վիրավորում, դա իր անձնական գործն է, դու կարող եք զանգեք 55-րդ կայանը, որ ամեն առավոտ կա եւ իրան ասեք ընդեղ, բայց ես չեմ ուզում տարբերություն դնեմ այս մեր Ստեփանի միջև եւ այն Ստեփանի միջև, այս Ստեփանը իմ հորս տարիքին մարդա ես հարգում եմ նրան որպես մեծ, որպես ինձ խրատ տվող մի ազնվորություն հոյակապ զարգացած գիտելիքներով բարձր աշճան մարդ, իսկ այն մյուս Ստեփանը ինքերա ուղղակի։ Ես չեմ իհարկե դա ձեր անձնական կարծիքն է, թե դուք ինչ կասեք Ստեփան Փարթամյանի մասին, բայց ես չեմ կարող ուրանալ մի բան, որը կատարվել է իրականություն։ Եթե ես մտել եմ կայքեջ Ստեփան Փարթամյանի միջոցով, ես չեմ կարող դա ուրանալ։ Ես գործ չունեմ իր անձնականի հետ, իր կյանքի հետ, թողեք դա իր տեղը, խնդրում եմ, շնորհակալ եմ։ Երկրորդ հարցը։ Այո։ Մեկ պատահաբար ես Կիրակի օրը նայում եմ մի հաղորդում, որը կոչվում է ՀԱԲ։ Ինչ է կոչվում։ ՀԱԲ։ Օ, հայ արեական բռունցքը։ Հա, տղեկ, այո, ժամի 9-ին առավոտյան Կիրակի օրեր։ Այո, Արմեն շատ։ Բայց այս կայանով չի հաղորդվում։ Բայց ներողություն, դա այս կայանով չի, AMG-ի չի։ Դուք մի որանաք սիրելի ժողովուրդ։ Ձեր անունը շոշափվել է, որ դուք ինչ-որ շատ սխալ մոտեցում եք ունեցել իրենց նկատմամբ։ Ես ուզում եմ այդ մոմենտներ վերջի այս մարդկանց հաղորդման իմաստը պարոն Կերեմիջյանը թող պատասխանի, էլի ինչ են ուզում, ինչ են պղտորում մարդկանց արյունը, ոչ թե ինչ-որ մի բան տան։ Ես մի բան ասեմ, այդ հաբի տղերքի համար ինչքան գիտեք, ես 13 ժամ անշահախնդիր կերպով ես ծառայեցի իրանց համար իրանց դրամահավաքը եւ տեղադրեցի կայքի մեջ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ այսպիսի գործունեություն կա, այսպիսի դրամահավաք կա։ Եվ այնտեղի խոսացողները, այսինքն ելույթ ունեցողները մակարդակը ցածր եւ մի անձնավորություն, մի օյորտ ինձ զանգարեց, ասեց ես ուզում եմ հոդված տնեմ քո կայքիդ մեջ խոսելով այդ ծրագրի մասին, ասենք այդ ժողովուրդը, որ այդ օրը խոսացել են կամ ասենք հաղորդավարները, որ մի քիչ սխալ է եւ ձեզել եմ ուզում ասեմ իմ մասին է խոսքը, որ դուք սխալ քայլի մեջ եք, ուզում եմ այդ հոդվածը տամ, որ տնենք կայքի մեջ։ Ես ասացի բեր կտնեմ, նայեմ տեսնեմ ինչա։ Բերեցին ինձ հատուկ բան չկար, հաբի մասին հատուկ մի բան չկար, որ ասենք վիրավորական լիներ։ Այնտեղ կար ասենք այն անձիկ ովքեր որ ելույթ ունեն, խոսում էին դրանց մասին է խոսքը, եւ բանից պարզվեց, որ նրանք այդ անձիկ ովքեր որ կային այնտեղ իմ հետ արեցին մի սխալ մտքեր կամ սխալ շարժում եւ իմ կայքը ավիրեցին, իհարկե ուրիշ հանգամանքներով եւ փաստվեց FBI-ի տեղյակ է դրա մասին, որտեղ նույն օրը ես զանգարեցի FBI-ի ասոցիացիայի բանավատայ եւ ինձ ասեցին թե որտեղից է եղել, ես հիմա նրանք ես ունեմ մի երկու choice, ինչպես են ասում այլն, մոռացել եմ այլն։ Երկու տարբերակ։ Կամ ես ներեմ, կամ այդ անձը ում պատկանում է այդ ինտերնետը։ Դա կարող է ինտերնետը լինի Ստեփանինը, ես գնամ Ստեփանից տուն, Ստեփանի կոմպյուտերով ինչ որ գործեր անեմ։
ինձ չեն մեղադրի, Ստեփանին կմեղադրեն, որտեղ ես իրար ինտերնետից եմ օգտվել։ Ստեփանի ինտերնետը քեզ է պատկանում։ Ասա ID number-ը արդեն կոմպյուտերի վրա է, որը գրանցված է։ Դա կոչվում է IP address։ Հիմա այդ IP address-ը FBI-ը գտել է, որտեղից է, եւ ինձ ասեցին մի բառ, որ դա ձեր քաղաքից է կատարվել։ Ինձ ասեցին, եթե դու լոեր վարձես եւ գնաս դատարան, լոերը կարող է IP address իմանա եւ այդ մարդը կպատժվի։ Այդ ինտերնետ ունեցողը, բայց գիտեք, ես ճշտամություն չեմ ուզում արել, եւ կարիք չունեմ, բայց ես շնորհակալ եմ իրանցից, շատ շնորհակալ եմ, որ արեցիք այդ բանը։ Razmik.net-ի rate-ը բարձրացեցիք 1000 անգամ բերել։ Խորին շնորհակալ եմ ես ձեզանից, որ իմ rate-ը այսօրվա օրական բազմա հազար մարդիկ են մտնում Razmik.net-ը։ Դա առաջինը Ստեփան Քիրիմջյանի շնորհիվ է, երկրորդը այդ տրանս կատարած աշխատանքի մասին։ Շնորհակալ եմ ես դրանից։ Համեցեք լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Մի քիչ բարձր։ Ես ուզում էի այս զանգահարող պարոնին ասեմ, որ Ստեփան Փարթամյանին հասկանալը ամեն մարդու գործ չի։ Եվ բացատրեմ իրան, որ ապշք ասելով կամ չեմ ուրիշ խոսքեր ասելով, նա որոշակի մարդկանց է հասցեագրում, դա ոչ թե ամբողջ հայացքին, դա թող իմանա, ես սխալ եզրակացությունների չգա։ Իսկ Ստեփան ջան, ձեզ համար ես եմ նայում ձեր հաղորդումը։ Ձեր իսկ շահերի համար ես չեմ կարծում խելացություն է, կարծեմ հենց Ստեփան Փարթամյանի հաղորդման մասին էր խոսքը, նրա դեմ խոսալը։ Այսքան բան, ձեր հենց շահերի համար ես չեմ կարծում խելացություն է, նորից եմ կրկնում։ Դուք մնացեք գծի վրա, ես ծրագիրը սկսեցի մեդիայով, հիշում եք խոսք, մեդիա, հետևաբար ցանկացած կայան, մենք կմտնենք իհարկե այդ բանի մեջ, որ հեռուստակայանում ով ուզում է խոսի պատմության, գրականության բանի մասին, նա պետք է լինի ընտրյալ, տվյալ ժողովրդի հասարակության, ոչ ոք չի կարող խոսել, եթե պատմաբան է այդտեղ, կամ երաժշտությունից, պետք է լինի պատմաբանների ամենատեղյակը, երաժշտագետներից ամենատեղյակը, հանրային, փաբլիկ լսարան է սա, որը որ առանձին 20-30 հոգի չկա, դուք կարող եք խոսքով ավիրել, դուք հասկանում եք ինչ է նշանակում, դուք կարող եք ստեղծել մի միտք, որը հետո տասնյակ տարիներով այդ ամբողջ ժողովրդի մեջից չկարողանաք մաքրել, սա կոչվում է ծանր խոսքային վարակավորում, այսինքն ձեր մեջ մտնում է մի հատ միտք, հիվանդ միտք, որ էլ չես կարող անել, կարող է պատահի մնա ու մնա ձեր սերունդներին էլ տենց սովորացնել, մեդիայի հետ խաղալ չի կարելի, մեդիայի հետ խաղալ, ես պարզապես այդ որ ասում եք հեղինակություն բան, ես կտրված եմ այդ աշխարհից, ինչ որ հեղինակությունների պայքարից, դուք ինքներդ գիտեք, որ այսինքն այս մեդիայի աշխարհում որտեղ որ նայում եք դուք, ինքներդ գիտեք եւ ինքներդ եք գնահատում, ինչ որ ինձ բարոյական խրատներ մի տվեք այդ առումով, որովհետև դեպի դուք ինձ խրատեցիք նոր, ընդգծեցիք ձեր առավելությունը, ինչ որ մեկի նկատմամբ, մի արեք այդ բանը, կարիք չկա, բայց հստակ իմացեք, որ ձեզ դուք իրավունք չունեք վերածվելու մազոխիստական ոչխարի հոտի, դուք պիտի կռվեք, դուք պիտի պայքարեք, ես դրա համար ասեցի, ոգևորում եմ այն մարդկանց, որոնք ինձ զանգահարում են, ասում են դու ով ես, ինչ ես, որտեղից եկար, ինչ գիտես եւ այլն։ Դրանց ես ոգևորում եմ, որովհետեւ եթե այդ տեսակները չլինեն, ես բոլորի ուղեղները կթմրացնեմ ժամանակի ընթացքում եւ դուք չեք հասկանա, թե ես ով եմ, երաժշտագետ եմ, դուդուկ նվագող եմ, տերտեր եմ, չգիտեմ, ինչ եմ, որտեղ ես ձեզ կժպտամ աչքերով նեղ չինական, հետո ձեզ կպատմեմ ձեր կյանքի մասին, դուք կուրախանաք, դուք կծիծաղեք, դուք կգնաք, ձեզ կզբաղացնեմ, բայց մինչև խելքի գաք, թե այդ զբաղմունքը ձեր վրա ինչ կնստի, հետո ուշ կլինի, վերջացավ, դրա համար ուզում եմ ասեմ, որ մեդիան ամենաուժեղ շինիչ վերանորոգող եւ ավիրիչ ուժն է, նրա հետ պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք զգույշ են, մասնագետ են եւ այլն, քանի որ մենք դա չունենք, ռազմիկը մտելա ջոկելա ինչ որ բաներ, սկսել այդ մարդուց, չէ ասեցին, դրա համար
Այն անեկդոտը կա, որ ծտի ձակը գարնանը ընկնում է, կովը գալիս է թրքում է վրեն եւ հետո կատուն հանում է, դա է։ Այսինքն ամեն մարդ չի թշնամի բարեկամ, որ վրա աղբ է թափում։ Դրանից կարող է դու տականաս։ Տեսա՞ք, ինտերնետ առաջացավ։ Այդ աղբ թափելուց։ Գործ եղավ։ Հետո ամեն մարդ չի, որ քեզ աղբից կհանի քու բարեկամն է, հետո կարող է ուտի։ Այս իմաստուն խոսակցությունները միշտ հիշեք։ Եվ պետք է դուք, չգիտեմ, էլ ոչ մի բան չգիտեմ։ Շնորհակալ եմ։ Ռազ, ես ունեի ասելիքներ, գնում ես հիմա ընդմիջման պետք է գնանք, ես պետք է գնամ։ Ես մի քանի զանգերի կպատասխանեմ, մինչև դու կպատրաստես։ Ես մի բան էլ ուզում եմ հայտարարեմ իմ ժողովրդին, որ ինչպես գիտեք, կայքս փոխվեց, վերանորոգվեց, ուրիշ տեսք ստացավ եւ ուզում եմ ես իմ խորին շնորհակալություն հայտնեմ իմ լավ ընկերոջը, որ նա հոյակապ մասնագետ է, ինքը ինձ ասեց Ռազմիկ, չասես, այս անգամ չէ, այս անգամ չեմ թողնի, որ դու սարքես քո կայքը, ես պիտի սարքեմ եւ նա հանձն առավ իր գլխավորությամբ եւ արդեն ինչքան գիտեք 2 ամսից ավել է չարչարվում են մի հատ թեթևակին սարքեցին, հետո անցան լավ է, հիմա արդեն լավին են ասել, ես իմ խորին շնորհակալություն հայտնեմ իմ լավ ընկերոջը Անդրեյ Ասլանյանին։ Նա կատարում է շատ հոյակապ վեբսայթներ, նա ինտերնետի մեծ վարպետ է, կոմպյուտերեն, եթե ունեք հարցեր կապված ինտերնետի կամ կայք սարքելու համար կամ նետվորք սարքելու համար, ինձ ասեք, ես անպայման մեր Անդրեյ Երախցի համարը կտամ եւ նա կարող է լավ ծառայություն տածես։ Մեկ, երկրորդ է ասեմ ու գնամ։ Ինչպես գիտեք, Ստեփան, կարծում եմ, սա գովազդ չի կամ ուրիշ նպատակ չի։ Ինչ մարդիկ ուզում են ասում են, որ ինչու չես տեղադրում քո կայքի մեջ գովազդներ։ Իմ դիտողները գովազդ կարծում եմ չեն սիրում։ Հիմա ինչքան գիտեք, Ստեփանի ծրագրի մեջ մի 2 հատված 2 րոպեանոց գովազդ եմ թողել։ Եթե ժողովուրդը չսիրեցին, կարող եմ դա էլ հանեմ։ Իսկ եթե սիրեցին, կամ ասենք հովանավորներ եղան, որ ռազմիկ այն անձինք, ովքեր որ հետևում են Ստեփանի ծրագիրը կամ մյուս ծրագրերը, ինտերնետի միջոցով, եթե ուզեցաք հովանավորեք Razmik.net-ը, որտեղ ծախսերի հետ է կապված, ես ոչ մի շահույթ չունեմ այդ կայքեջից, ուղղակի կատարում եմ հայրենասիրական ազնանդվեր մի աշխատանք, եթե կա որմանք, որ եղան անձեր, որ ուզեցան, որ հովանավոր են, կամ ասենք փոքր իրանց ռեկլամը դնել իմ կայքի մեջ, խնդրում եմ անպայման զանգարեք, ինչ չէ նաև Ստեփանի ծրագրին կարող են հովանավորել, չէ՞ Ստեփան։ Համաձայն համոզեցի։ Դե լավ, ես ձեզանից շնորհակալություն եմ հայտնում եւ ստեսություն եմ ասում լսափողը եւ այս կամերան թողնում եմ Ստեփանին, ես հիմա գնամ ներքևը, որ անցնենք գովազդի եւ Ստեփանը կշարունակի։ Շնորհակալ եմ, զանգարեք, տվեք ձեր դիտողությունները։ Բարի ձեր։ Ուրեմն մինչև դու տեղ հասնես, ես կբիասնեմ հեռախոսները, որովհետեւ բավականին հարցեր կան։ Կփորձեմ կփոխարինել պատասխանը։ Ուրեմն համեցեք մինչև Ռազմիկը կփոխարինի արդեն կայանը։ Լսում ենք ձեզ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, առավոտը։ Նախ շատ շնորհակալություն ձեր հաղորդման համար այսօրվա։ Դե այսօր ես ձեզ խոստացել եմ, որ այս երևույթների վերաբերյալ կպատմենք որոշ։ Կարող եմ ասել մնացած ավելորդը հասկացողը հասկանում է ձեզ եւ Փարթամյանին, բայց մի բան ասեմ, որ Փարթամյանը իր խումբը հավաքել է ծերերի մանկապարտեզից եւ դասեր է տալիս, հետո որ զանգեն ինչ պիտի ասի, եւ զանգում է տատիկ-պապիկներին, որ եւ ձեզ զանգեն, եւ իրանց։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։ Ուրեմն նայեք, ես ձեզ այն գլխից ասեցի, ես բիզնես չեմ անում այս գործի մեջ։ Եթե հեռուստատեսությամբ ձեզ ինչ որ բան ծախեմ, ասենք, ինչ որ մի բան, դա կերևա չէ։ Ընդհակառակ ես ազատագրվել եմ դրանից։ Եթե հանկարծ ասենք ինչ որ գովազդ գքա առավոտի վրա, ես դրա մասին չեմ խոսել, չէ՞ ոչ մի անգամ։ Եթե գքա, ապա դա կլինի իմ համար ինչ որ մի բան, որ ես ինչ որ մի բան կանեմ։ Բայց առաջում գոհ եմ, որ ամեն օր գալիս եմ այստեղ եւ կայանը ինձ տրամադրել է եւ ես ծախսի տակ չեմ։ Ուրախ եմ դրա համար, շատ ազատագրված եմ, որովհետեւ չեն կարող առևտուրը գիտեք ինչ անում, չէ՞, մարդուն նայում ես հեռուստակայ էկրանի վրա, տեսնում ես կարգին բաներ է խոսում, բայց հանկարծ այդ խանութ պանի մոտ կամ ինչ որ մեկի մոտ նվաստանում է։ Հեռուստա հաղորդավարների հոգեբանությունը չի կարելի ջարդել, չի կարելի նրանց ստրկացնել, նրանք պետք է լինեն, գիտեք ինչ, ազատ իրանց ֆորմայի մեջ,
որտեղ խոսք են վաճառում իրանք, տալիս, եթե վիրավոր խոսք թռավ հանկարծ մտքից իմ, այդ գկա սաղ փաբլիկի մեջ կդառնա վայրս, հետո բժշկի նման պետք է լինի այդ մարդը, ստիրիլ պետք է լինի, ֆինանսից, բանից, այսինքն հասարակությունը պետք է պահի այդ մարդուն, առանց զգացնել տալու, որտեղ ինքը հանգած տեսա, որ իրա վրա ինչ որ կեղտ է գալիս, ասենք, ինքը փողային հաշիվներով, ինքը պետք է մաքրվի։ Տեսեք, այս բնական վիճակներ են դրանք։ Խոսքից սկսեցինք, խոսքից ուր հասանք, բայց դե հիմա հա գովաս պիտի գնանք, չէ, հա գովաս պիտի գնանք, նետոք շարունակենք։ Բաղ, տեսակ, ծիրան, գերած, ելակ ու տեղ, համով խոդով, մերկահամ ու նրպահամ, կենեցեք ու համը տեսեք։ Թամարա բաղբաղակ տեքնեք, Հայաստանին թուք կողնեք։ Բաղբաղակներ ու թակուհին, Թամարա։ I'm Joe Biatashi, General Manager at Putil Nissan. I invite you to come and visit our new dealership with the new management, new sales staff, and all new low prices. Monroe, baseline, hits the road. Yes. Man, I'm craving some Korean barbecue. Burritos, dog. Shish kebabs. Relax, I got just the place. California Dreaming, restaurant specializing in Armenian, American, and Mexican food. Open 7 days a week from 6 a.m. to 8 p.m. We also provide full-service catering. Ուրախություն Համլետ Գևորգյան երգչի երկրպագուներին հրապարակ է դուրս եկել Լոս Անջելեսյան համերգի DVD-ն։ Այն կարող եք ձեռք բերել Chatrian World Music հաստատությունից, Քաչ Նազարի խմբագրությունից։ Ուրեմն խնդրեմ դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Իմ կոչը հայ ժողովրդին է ուղղակի։ Այո։ Իրելի հայ ժողովուրդ։ Բոլորը չդառնանք գիտնականներ եւ անիմացներ եւ բոլոր հաղորդավարներին քննադատենք եւ ուղղություն ցույց տանք։ Եթե այդպես լինի, այնպեսի հաղորդումներ կան, այնպեսի տհաճ բաներ ենք լսում, այնպես տհաճ բաներ ենք տեսնում, չի կարելի, թողեք մարդիկ թողացնեն, դուք ունեցեք ձեր ֆիլտրը, անցրեք ձեր ֆիլտրից եւ տեսեք որն է ճիշտ, որն է սխալ։ Յուրաքանչյուր լրատվություն այն ժամանակ է արժեքավոր, երբ նա ճիշտ է լինում եւ լինում է ժամանակին։ Օրինակ այդ օդանավի հարկած, երբ մենք իմանայինք 2 ամիս հետո արտահայտից հետո, դա իսկի ոչ մի արժեք չեր ունենա։ Եվ կամ հիմա սուտ բաներ են ասում, իրանք շատ բան են ասում, յուրաքանչյուր մարդ ունի իր ֆիլտրը, կհավատա թե ոչ։ Ամեն բանին չպետք է հավատալ, հենց առաջ տարի, պետք է վերցնել, պետք է ուսում, իչե որ ասած մեզ ուղեր և միտք ասվել, մենք պետք է ունենանք մեր մաքուր ընկալումը։ Ուրեմն քանի որ խոսեցիք ֆիլտրի մասին, ասենք, որ ֆիլտրեք մտքերը, հիմա բավոր հարցնեն ձեզ, ախր ֆիլտրը կեղտոտվում է, հետո էլ չի ֆիլտրում, ինչ անենք, ֆիլտրը փոխենք մեր գլխի մեջ, ուրեմն եթե մի բան ասում եք, մինչև վերջ ասեք, այդ ֆիլտրի համեմատությունը մի կողմ դրեք, որովհետև ֆիլտր, որ ասեցիք, պետք է կեղտոտվի ֆիլտրը։
թե որ կեղտվելը մարդկում է։ Այսինքն կեղտից առաջանա աղյուս կամ բան, այսինքն փակ տեխնոլոգիայի է առաջարկում։ Ուրեմն ասեք ֆիլտրը, գիտեք ինչ լույսի ֆիլտր ասեք, որովհետև լույսի ֆիլտրերի մեջ, որոնք գունավոր ապակիներ են, նրանք մնացորդներ չեն մնում։ Լույսը մաքուր է, բայց լույսը իր հետ ունի հոգի, միտք, ամեն ինչ, ուրեմն դուք նայեք ձեր գունավոր ապակիներով, որպեսզի ճանաչեք լույսի աղբյուրը։ Նման մի բան ասեիք, թե չէ ավտոմեքենայի ֆիլտր որ եղավ, բայց ասեմ մեր ֆիլտրը հեսա կլծվի, պետք է տանենք յուղն ու ֆիլտրը փոխենք։ Պարոն Ստեփան։ Համեցեք, լավ, իհարկե ձեզ բան չարի ես։ Երկար խոսեմ, իմանայեք, ձեր գաղափարները լավ են, բայց դուք ինքներդ գիտեք, թե ձեր մասին ինչեր են ասում։ Հիմա մենք վերցնենք դրա փոչից, ասենք Ստեփան Քիրմիջյանին էս բան ասեցին։ Ես էդի հա ասել եմ, էլի կասեմ կարճ։ Ես կազմակերպեցի Century Marble-ը, որպեսզի ունենանք տնտեսական power այս համակարգերի մեջ աշխատելու։ Եղավ հարցակում այդ corporation-ի վրա։ Չկարողացանք ապահովել դրա կենսունակությունը։ Corporation-ը ստեղծվեց 96,000 ներդրումով, 70,000-ի ներդրումներով հիմա գտնվում է պահեստում եւ սառեցված է։ Մի քանի մարդիկ ուզեցան դուրս գային, տեսնելով այդ վիճակը, այսինքն ովքեր ուզում են իրենց 3,000-ը փրկեին մաքուր, որտեղ եթե corporation-ը աղքատանում է, սկսեցին շարժուր անել, որ իրանք corporation չեն ճանաչում եւ փողը տվել են անձամբ ինձ։ Տարածեցին ժողովրդի մեջ, որ ես փողը կերել եմ, 4-5 հոգի դադի տվեցին, առաջի դադը չգնացի, դադավորը կուրորեն առանց հասկանալու, այդպես էլ բաց մնում է, որ corporation-ին է տված ռիսիտը, ոչ թե անձնապես Ստեփան Քիրեմիջյանին, որոշեց, որ ես պիտի դրա փողը տամ։ Մինչև այսօր էլ դադավորը չի որոշել, թե ինչքան պիտի տամ, ոնց պիտի տամ։ Սկսեցին իմ անձնականը մեջտեղ բերել։ Մնացածներին դադավորները ասեցին, որ չեք կարող։ Ես ցույց տվեցի թղթերը, քեյսերը եւ այլն։ Հիմա պահել եմ corporation-ը։ Այս վիճակում սկսեցին ուրիշ բաներ խոսալ, բայց հիմնականը հետեւյալն էր իմ անձի նկատմամբ ոտնձգությունները։ Ես խանգարում եմ եւ կոտոշներից բռնած տանում եմ այն ուժերին, լավ լսեք ինչ եմ ասում, որոնք փորձում են, փորձել են հայ ժողովրդին այս օրը բերել, մթացնել, ձեռքել ինֆորմացիայից, խաբել, կեղեքել, զբաղացնել եւ այլն, որպեսզի նա քաղաքականապես կույր լինի եւ քայլերը։ Ես այդ գործն եմ արել ու անում եմ։ Իմ վրա եղած հարձակումները շատ լավ մարդիկ են միամիտ, բայց ուզում են էլի ինչ-որ ախր ցավում է իրանցնել է ցավում։ Դրա համար միանում են սրան, նրան, ավանտյուրիստների էսկոմենկոմ օգտագործելով հեռուստատեսությունը։ Այն մարդիկ, որոնք օգտագործին հեռուստատեսությունը իմ դեմ, ես որևէ բան ասեցի։ Ես միայն ասեցի, շարքին $750 էր պարտք, լույսին, որ լույսը տպագրում է, ելիք տպագրեմ, քանի որ կամպյուտերը չտվեց։ Հետո հիմա այդան դուրը ծեծեմ, ասեմ, ինչի չես տալի լույսի, ինվոյսը տված է քեզ, որովհետև 8 ամիս լույսի կազմի վրա դու Բեյլ Բոնդի ռեկլամ ունեիր, չտվեց, ինչ անենք։ Բայց իմ հետևից տեսայք ինչ էր խոսել։ Ես պարզապես կամաչեմ հանկարծ։ Գնամ ասեմ, ինչու չես տալի կամ իրան երկրորդ ինվոյսը ուղարկեմ։ Եվ նա չի էլ հիշում այդ մասին։ Կամ կասի, ես քո հետ պայմանագիր ունեի, կսկսի աս խոսել։ Փաստը, որ 8 ամիս Բելբոնդ եղել է, որը ես գրել եմ իր համար մշակել տվել եմ, դա չի անցնի։ Եվ ես էլ զահլա չունեմ նման մարդկանց հետ, որոնք ոչ ուղեղ ունեն, ոչ զգացմունք ունեն, խոսում են չծխելու մասին, ստուդիայում տեղի վրա ծխում են, խմելու մասին, չխմելու մասին է գրում, տեղում խմում է եւ մոռանում է, որ 2 շաբաթ առաջ ասեց, ես խմում եմ, լավ եմ անում։ Հիմա ինչ կանգնեմ դրանց հետ իմ ժամանակը բան անեմ, ամեն ինչ մնում է հայ ժողովրդի խղճի իր իմացությանը։ Ինձ էլ եք ճանաչում, նրանց էլ եք ճանաչում, բոլորը ձեր առջև շարքով անցնում են։
ումը կգցեք խնձորը, ով կլինի ձեր ընտրյալը, դա արդեն ձեր մեղքը կլինի, եթե դուք այս ամբողջ շարաշունը, որ անցնում է, դուք չհասկանաք, չտեսնեք, այ ֆիլտրը գունավոր ապակին, որը որ դնում եք անընդհատ, որպեսզի կանաչ կարմիր տեսնեք, հանեք, որպեսզի ամեն ինչ տեսնեք բնական գույներով, ով ինչպես կա, ով ինչ է խոսում, ինչպես է խոսում, ինչպես է ներկայանում։ Այսօրվա, տեսեք, ես ուրիշ թեմա է տանելու, այսօրվա դրությամբ հիմա իմ գաղափարս, որ ես ասում, աշխարհի ամենախեղճ վիճակում եւ կարեկցության արժանի ժողովուրդը ով է այսօր։ Ես էլ պատասխանեմ։ Իսրայելցի հրեանը։ Այսօր ամբողջ ժողովուրդը աշխարհի ուղղակի պետքա փրկի այդ ժողովրդին իր արած մեղքերից։ Փաստով մենք տեսանք, խոսքով, CNN-ով, ամեն ինչով մենք տեսանք ինչ է կատարում։ Ով հասկացավ, հասկացավ, ով չհասկացավ։ CNN-ը չկարողացավ փրկել հրեային այսօր։ Այսօր հրեան ինքը մի որոշ ժամանակ հետո չգիտի թե երկրագնդից ուր պիտի փախչի, ինչ պիտի անի, որ մի քանի հիմարների պատճառով, որովհետև այդպես չի, դրա համար նրանք, որոնք եկեն իմ հետևից են ընկել, հետո պիտի իմանան ուր պիտի փախչեն, որովհետև սխալ բաներ եք անում, հրեան սխալ բաներ է անում, հետագայում ես անալիզներ կանեմ, միգուցե միտում կա հրեա ժողովրդին նորից դարձնել թափառական, ցրել աշխարհով մեկ, որովհետև հրեա ժողովուրդը շատ կազմակերպած հարկ է տալիս իր կառավարիչներին, իր կրոնական մեծերին, աշխատում է իր ունակություններով, առևտուր, դրամ, տոկոս, շարժում բան, բայց այդ բոլոր դրամը ոչ թե պահում է իր անձնական օգտագործման, այլ հոսում է դեպի ինչ-որ տեղ։ Եվ հրեա ժողովուրդը այսօր, հրեա ժողովուրդը սեփականություն չունի աշխարհում։ Չունի, նրա տան մեջ հին կահույք է, որտեղ նրա ղեկավարները ասել են, դու պիտի քնես քո այն անկողնու վրա, որի վրա քնել է քո հայրը եւ քո պապը։ Այսպես նրանք դարձրել են անտիկ հավաքող մի ժողովուրդ։ Դու պիտի քո փողերը տաս, որպեսզի մենք ստեղծենք պետություն եւ կազմակերպենք։ Այսինքն կրկնակի երրակի շահագործող ժողովուրդը, հրեա ժողովուրդը, հրեան։ Նրանք բայց իրենց ժողովրդին կարծես թե լավություն են անում։ Այսինքն կազմակերպում են նրա առևտուրը, նրան օգնում են ֆինանսապես, այսինքն այնպես են օգնում, ինչպես credit company-ները մեզ են օգնում ֆինանսապես, կամ բանկերը փողը տալիս են 100,000, հետո պահանջում են։ Հրեան էլ նույն վիճակի մեջ է։ Հիմա պատկերացրեք, այսքանը իմանալուց հետո ձեր մտքից չհանեցիք հրեա ժողովրդին համատարած ատելու գաղափարը, որովհետև չի կարելի։ Դուք պետք է նորից դիմանաք մասերը ամբողջի վերաբերյալ դատողություններ չեք կարող անել, պետք է մասերին ճանաչեք, մոլեկուլները, ինչպես քրոմոսոմներն էի պատմում ձեզ, ամինոթթուների մասին էի պատմում, դրանք բոլոր իրար հետ կապված են, ես բաներ չեմ հնարում, այսօրվա դրությամբ, երբ թե ասես դու հրեա ժողովուրդ, որը իր քայլերով արդեն երկրագնդի վրա համաշխարհային ատելության է արժանանում, պետք է մեկը ձեռքցի ասի, մեղք է այդ ժողովուրդը, ով գցեց սրան այս վիճակին, ով դրդեց այդ երկու զինվորի պատմությունը եւ տառապելու է։ Արաբը մեռնելով չի տառապելու, սա ապրելով տառապելու է։ Տարբերությունը էսա մարդկության մեջ։ Ուրեմն տեսակ մենք միջև այդ ուրիշ բաներ ենք խոսում, բայց դե գործողությունները ունենց են գնում, ասում ես ինչ մեղք կա։ Հենց էսի հայի հատկությունն է, ինչ որ ես եմ խոսում։ Հայը էս ձևի է։ Վերջի մոմենտին էլ ինքը իր թշնամուն, իր գլխի բերած փորձանքներին բելային բան, շուռա գալի ասում, Աստված մերի ասում, ինքը չէր հասկանում, ինչ էր անում։
Դե հիմա ես եմ նույնն եմ ասում այդ մարդկանց։ Դրանք հայի կերպարներ չեն, որ հերոստատեսությամբ հարձակվում են։ Արդեն դուք պետք է մտածեք, եթե մի հերոստատեսության մեջ կա մարդու հետևից եւ մարդու վրա հարձակվող շուն, որը վազում է։ Գիտեք ձեր գլխին չի ասում, որ դա հոգեբանական ինչ-որ մի բան է նշանակում, որը հա տեղի պետք է ունենա դա։ Դուք սիմվոլներով չեք կառավարում, դուք մտքով չեք կառավարում, խոսքը ձեր վրա չի ազդում, նկարները չի ազդում, ձեզ ասում են ստեղ դուրս է գալը։ Դուք նայում եք, թե ով դիմացինի վրա ինչքան շար կբարձի, կամ ինչ-որ բաներ կմոգոնի, ինչ-որ բաներ կանի։ Ստեփան Քիրեմիջյանը դառավ ժողովրդի փողուտող, հա։ Դու չեք ամաչում, տո։ Եթե Գլենդելում կամ Միացյալ Նահանգներում բոլորը մեքենա ունեն։ Մի հատ իմ մեքենան որ նայեք, որ իմ ընկերը Գառնիկը բադի շապ ունի մեր հին տեղում, աչ թևը կոտրված է, բայց ես չեմ տանում ասում սարքի, մեքենան էլ իմս չի, Մարտինինն է, ես մեքենան ունենալու կարողություն չունեմ տվյալ պահին, որտեղ իմ մեքենան, որը ես ունեի $2000 տարիներ առաջ, տվեցի Century Marble-ի մեջ աշխատող մի հատ հայի, որտեղ փող չունեինք տալու։ Բրծավ գնաց։ Ու իմ այդ գելու գազանները, ասենք, ժանիկներով, ինչ-որ շներով, բաներով, իբր թե ճշմարտությունը, ու դաշնակցությունն են, էլի Անդրկուլիսյան, մեղքները սա գալի այդ կուսակցությանը, ինչպես հրյաներին, որտեղ մեր մարդու խմբերի ձախողումները աստվածային հայի սիրտը ցավացնում է։ Մի ամբողջ ժողովուրդ հրյա, աշխարհի կապիտալը ձեռն է, ինչ ուզենա կանի, զենքը, թվանքը, բանը, բայց մեկ էլ մեր մոտ խղճահարույց, այս ինչ մեղք վիճակի մեջ հայտնվեցիք, արած չարագործություններով, հետևաբար նրանց չարագործությունները, որ դուք անում եք անձի, մարդկանց, ժողովուրդների եւ այլնի վերաբերյալ խոսքով, գործով, ձեր կեսին հարց տվեք, ինչ վերաբերմունք ունի, հիշեք, որ հայի կեսը հողեղեն է, կապկային, կեսը աստվածային է, եկած, դրա համար կռիվ ունի ինքը երկրի վրա, չի տեղավորվում, այդ մյուս երկու կեսով, բայց հետագայում աստվածային կեսերը տարբեր ժողովուրդները սկսեցին կորցնել դառնալ հողեղեն, մեկի մոտ մնաց 25%, մեկի մոտ մնաց 15%, կապիկը շատացավ 5% եւ բոլոր մարդիկ էլ աստվածային ծագում ունեն, բայց ով է պահել մաքուր 50%-ը, կես, այդ մարդուն պիտի փնտրեք, ինքը չի կարող 60% աստված լինել, որովհետև գենային խառնուրդը տիեզերքից կեսով կես է, բայց կապիկայինը իր մոտ կարող է շատ լինել, ու դուք տեսնում եք մարդկային խմբեր, որոնք որ ասենք աստվածային գենից ընդամենը ունեն 5%, եթե չունենային, ընդհանրապես մարդ չէին կոչվի կապիկ կրնեն, մույսը ունի 7%, մույսը ունի 10, մույսը ունի 3, 20, 40, 30 եւ այլն։ Հիմա հարցը հետեւյալն է, ով ինչքան ունի, այդքանով մարդ է, ով ինչքան իր մեջ կա, այդքանով մարդ է։ Ինչքան է պահվել գենի մեջ աստվածային գրադուսը, այսպես ասենք, աստիճանը, տոկոսը, նախքին Աստծու եւ հողեղեն Արարատի ստեղծման ժամանակվանից մինչև այսօր, կա մի տեսակ մարդ կամ ընտանիք կամ ցեղ կամ ժողովուրդ, որի մեջ 50-50-ները շատ են, իհարկե կա։ Դրանք պետք է լինեն այն ժողովուրդները, որոնք այդտեղ լաբորատորիայում էին եւ առաջի կրողներն են։ Հիմա անունները հեթիթներ են, շումերներ են, հայեր են, վրացիներ են, հետաքրքիր չի, բայց որ այդ գենը աստվածային 50-50 պիտի լինի այդ տեսակի մարդը, եւ պիտի լինի Աֆրիկայի աջ ու ձախ գնած 30-20 ժամանակի մեջ կորցրած, բայց մարդկային եւ աստծու գենային հարցեր կան դա էլ պետք է լինի,
Ուրեմն վերջում առաջանում է այն մարդը, այն ժողովուրդը, այն խումբը, որը իր մեջ ոչնչացրել է աստվածային տոկոսը, ինչ-ինչ պատճառներով, չգիտենք, խախտել է գենետիկայի օրենքը, ամուսնացել է քրոջ հետ, երեխա է ունեցել, այս օրենքները չի պաշտպանել, կենցաղը չգիտես ինչ էր արել, այսինքն իր մեջից վանել է 50-50 մարդ եւ Աստծո հարաբերությունը ու տեղա տվել կապիկին, այդ մարդիկ երկրագնդի փորձանքներն են։ Ինչ պիտի արվի, սպասենք, որ գան, դրա համար էլ ասում են, պիտի գան պատժեն, պիտի գան եւ անեն իրենց անելիքը, Սոդոմ Գոմոր պիտի սարքեն։ Այսինքն ինչքանով է մարդը այլասերվ է, բայց կջոկեն արդյոք 50-50 ովքեր։ Մենք այսօր ձեզ հետ խոսում ենք այսպիսի խնդիրների մասին։ Եվ խնդրում եմ սրանից հետո ինձ չդնեք ինչ-որ տեղեր, չհամեմատեք, բաներ չանեք։ Ես ոչ թե կվիրավորվեմ, չեմ էլ նեղանա, հարձապես չեմ ուզում, որ անեք այդ բանը։ Ուրեմն, այս մեր ժամը պրծավ այսօր, չեմ ասի, որ իզոր պրծավ, երկուշաբթի կհանդիպենք, բացապես այսօր զրուցեցինք, տեսեք, Ռազմիկ, դուք, ես, խոսեցինք, բայց ես արանքում էլ ինչ-որ բաներ ասեցի։ Ուրեմն, ինձանից հետո դոկտոր Ռաֆայել Հովհաննիսյանն է խոսելու, այո, այդպես հասկացա։ Ուրեմն, որին դուք ճանաչում եք, այսպես ես հետագայում վերջի պահերին ծրագիր կհաղորդեմ ձեզ, որպես երկու բառ կարող եմ խնդրեմ, դուք գծի վրա եք, վայ կներեք։ Ոչ Ես ձեզ կախարդել էի գծի վրա, որովհետև